Տերնից ծավալով, որովհետև եւ ամենակարևորը ֆունդամենտալ կերպով մոռացվում է, որ հեծը մասնավոր կազմակերպություն է, կարգավորվող խիստ օրենսդրության եւ լիցենզիայի պայմանների ներդրող, բայց մասնավոր կազմակերպություն է, պետական կառույց չի եւ ուղղահայաց կառավարման ներքո չի, կարգավորման ոլորտում է։ Եվ կարգավորման ոլորտում հետ ունի ազատություններ, այդ թվում նաև որոշել ֆինանսական եւ տեխնիկական զարգացման ուղղությունները բանի շրջանակներում, սակագնի կարգավորման եւ սակագնի շրջանակներում եւ ոչ միայն սակագնի, տեխնիկական անվտանգության եւ բանի հետ կապված կարգավորման դաշտում։ Նաև բացա թողնում են հանգամանքը, որ տաշիկ կապիտալը, տեղադեպքում այսօրը, հեծը չի մասնավորեցրել, հեծը մասնավորեցրել անդիգմենտի կողմից, դրանից հետո վաճառվել է RAW-ես կազմակերպությանը, դրանից հետո վաճառվել է տաշիկ կապիտալին եւ լավինգից։ Այսինքն մասնավոր կազմակերպությունը ձեռք է բերել ծախսավորող ոլորտի այդ կազմակերպություն եւ շարունակի դա գործել, համապատասխանաբար պատասխանատվության միջոցները, խախտումները 6 հատ են, կարող լինել 620 միլիոն։ Բայց կրկնում չի արձանագրվել մի հատ կրկնվող խախտում, չի արձանագրվել այնպիսի խախտում, որը հեծը ցույց կտար վարքագիծ, որ այդ խախտումը արձանագրում է եւ իրեն դեռ տալիս 20 միլիոն վճարի, այլ ոչ թե խախտումը վերացնի։ Ակնհայտորեն սահմանված պատասխանատվության միջոցը իր տնտեսական հետևանքներից սկսած մնացած ամեն ինչով ավարտած անհամաչափ է։ Այսինքն եթե մենք դիտում ենք այս վարույթը սկզբից մինչև վերջ, ենթադրվում է, որ պետք է 9 կետերը հաստատվեն, պարզել, որ հեծը ներդրումները ընդհանրապես չի անում, հեծի գործողությունների կամ անգործության պատճառով օդային այդ կամուրջն չի իրականացվել, հեսա խոսանքազրկումներն են տեղի ունենալու ամբողջ Հայաստանում, ընդհանրապես ոչ մի ներդրում չի իրականացվել, բոլորի շրջիկները հաշվի ծառքերը փչացած են, այդտենց բանի մասին է խոսքը, գնում որ ասենք չէ, դες իմաստ չունի դուք իրավունք որովհետև կրկնում եմ, ընդհանուր խախտումների ծավալները մի քանի միլիոն դրամների մասին են, 250 միլիոն, 10 միլիոն, 20 միլիոն, այսինքն այդ խախտումներին 20 միլիոն տունանքը ակնհայտորեն համարժեք է։ Եթե ունենք, որ դրա մասին կա 2 հատ 20 միլիոն, այսինքն հանրահավաքի որոշման հատուկ կարծիք կա, որ ասում է, եթե դա ճիշտ է, ամեն 7 հատ կետով 7 հատ 20 միլիոն տունանք պետք է կիրառվել, որը մեր կարծիքով կլներ անհավաչափ, մենք կբողոքարկենք, որովհետև գտնում ենք, որ խախտումները առկա չեն, բայց ակնհայտորեն հաստատվելու դեպքում շատ ավելի համաչափի մոտ է, քան լիցենզիայի ձեռքումը, որտեղ գնում եմ լիցենզիայի ձեռքումը, եթե ինչ-որ մի մասնաճյուղի մի հատ տեղամասում տեսուչների կողմից որոշակի թերացումներ կան, այսինքն միացումների 4 հատ ուշացում կա ամբողջ տարվա ընթացքում, այդ ուրիշ թեմա է, որ պետք է դիտարկվի։ Չեմ ասում պատասխանատվություն չկիրառվի, չեմ ասում, որ հեծը նպատակների համար չպետք է պարտել, բայց ինքնին արձանագրած խախտումները, որոնք մեր կարծիքով չեն հաստատվում, չեն բերում լիցենզիայի ձեռքման։ Համապատասխանաբար գտնում ենք, որ պատասխանատվության միջոցը անհամաչափ է։ Կապաժոն դատարան, որպեսզի պարզ լինի, մինչև էներգետիկայի մասին